Dites-moi d'où il vient, enfin je saurai où je vais. Maman dit que on finit Միջալը ձիլը շոկոլադն է, այդ կոմբինացիայի հովանավորը։ qu'il part très souvent travailler. Maman dit travailler c'est bien. Արեք ձեզ։ Այ քեզ բան։ Հավը նստած, հավը կանգնած, հավը շփում, հավը պատրանում։ Հավի թոքեր մոքերին հանեդրելն են դեք առաջի կոմբանով, դաժե այդ աստիճանակ Դաժե այդ կա։ Բարև եք Կարեն ջան։ Այսի շատ Ես շատ շոյված եմ, հուզված եմ, որ ունեմ շատ կարևոր գիգանտ հյուր։ Այդ տղամարդ եմ, չեմ կարա չասեմ համել շատ գեղեցիկ կին, շոյված եմ քո հաջողություններով, միշտ զարմանք եմ ապրել այդ քո աշխատասիրության վրա։ Ու սենց ասեմ, այսօր մեզ հյուր է եկել մարքեթինգի ու PR-ի գիգանտը։ Հրեշը, այս պապուկու սիրուն պոպուշ կիտակ հրեշն է, որը 14 թվից զարմացնում է բոլորիս։ Ճիշտ եմ չէ իշում 14 թվականից։ 14-ից արդեն իմ ֆիրման կար, բայց Դու քո ֆիրմայով, ես չասեցի, որ այդտեղից ստարտափ ես որպես ստարտ ավելի շուտ այլ։ Ես նկատ ունեմ քեզ ու քո բիզնեսը, որը շատ ուրախ ենք։ Գիտեմ, որ գիչեր ցերեկ աշխատում ես, ձեզ հետևում ենք, նայում ենք։ Իրականում դուք հյուրն եք ինչ-որ մեկին կարծում եմ ցանկացած հայ բիզնեսմենի համար դա շատ կարևոր է նա մանավանդ նման ընկեր ունենալը անկեղծ եմ ասում ձեր գիտելիքի առաջ խոնարհվում եմ ու ձեր արած գործերի առաջ եմ խոնարհվում շատ կարևոր մարդ ես իմ համար տնավարի սկսեցի հրաշքոր ենք այսօր ունենալու չնայած մեր մենուն ձեր համար շատ սահմանափակ է հավի ջրով դրած թթու chicken soup պրոտեին չգիտեմ հետում է պետք, բայց չկան հիշվում երկար տարիներ դու միշտ պարապում ես, ճիշտ կնի, որ մեր հետևորդները ձեզ լսեն, ոչ թե ինձ։ Մենք համ կփորձենք ճաշել, համ լսել։ Ինչի Ամերիկա եկար, եմ չան։ Երկար պատմություն է Ամերիկայում հայտնվելու ամբողջ process-ը, բայց եթե շատ կարճ փորձեմ ասել ոնց ստացվեց, ուղղակի բիզնեսի ընդլայնման համար տեսա ստեղ շատ մեծ հնարավորություններ, քանի որ նաև կար մեդիա հետաքրքրություն, ավելի դեպի ոդկասթներ, հաղորդումներ, նմանատիպ մեդիա ոչ դասական PR-ի հա տեսքով, եկա դուրս եկա մնացի եւ ապրում եւ արարում եմ այստեղ արդեն 1 տարի եւ քիչ ավել։ Մինչեւ այդ գնում գալիս էի արդեն հաղորդումներ եմ արել այստեղի տենց տարբերվող հայերի հետ հայկական մեդիատիրույթի համար, բայց հիմա ամբողջությամբ թե PR ընկերությունը, թե իմ այդ insight հաղորդումը այստեղ է կենտրոնացած, այստեղի աուդիտորիայի համար, այստեղի մեդիան փորձում եմ զարգացնել։ Ինչքանով է դա ստացվում կգնահատեք դուք եւ մնացած մարդիկ, բայց անկեղծ ասած ես այս ինֆորմացիայով կիսվեցի ընկերներիս հետ, ճիշտ ասած չեն հավատում որ այստեղ ես։ Պատկերացրու, բավականին մասը չգիտի որ դու եկել եք Միացյալ Նահանգներ, գիտեմ որ գնում գալիս եք, բայց հիմա որ այստեղ եք երկարատև, այդ չգիտեին, ու ճիշտ ասած զարմացած էին ու շատ ուրախ էին որ ոնց հայտնվել ստե։ Անկեղծ, ել եմ ասում, այդ ինֆորմացիան շատ կարևոր է, այն գործը որ դուք անում եք բիզնեսմենի համար շատ կարևոր է, էլ չասեմ մենակ, ես մենակ բիզնես ես չեմ ասում, կառավարություն, բան չեմ ասում, այն մեծ լծակները որտեղ դուք գործունեություն եք ծավալել, ես մեր իմ բիզնես պարտներների մասին եմ ասում, որ իրականում շատ շոյված են ու կուզենամ որ ասեք ոնց կարող եմ ձեզ գտնեմ ձեր հետ համագործակցել, կիսվել, խորհուրդ հարցնել, օգնել բիզնեսում։ Ես ուսումնասիրել եմ ձեզ այդ Uber, Amazon, չգիտեմ, այն այդ ծավալուն այդ նշի որ դուրն այդ մարդիկ հայտնվել ձեր կյանքում։ Եթե իրանց համար կարևոր են ու իրանք շատ մեծ տեղ են տալիս ձեզ, Էլի նույն խոնարհման ասում եմ ջան, ես շատ ուրախ եմ, որ մեր գեղեցկուհին կարողանում է ջարդելով գնա, որովհետև այդ սլոգանը պատահական չեմ դրել, Գագին բան ասում է քո մասին ոնց որ թե Այո։ Գույներն էլ եմ տեսել, ամենը փորձեցի գույներով տամ, տենց ինձ հավես էր։ Երկար բան է, իհարկե դու զգացի որ մարքեթինգային պլակատ է դարել, հետո ասեցի կամաց-կամաց իրեն արի քչացնեմ։ Ծանոթություն էլ եղել է մերս իմ գողտնիկ էս փոքր անկյունում ծնողների հետ, ընտանիքի հետ, շատ շոյված եմ որ մեզ այցելում ես, ու միշտ մենք ուրախ ենք ձեր ընտանիքին։ Դրա համար այսօր մի հատ սյուրպրիզ ունենք, ձեր նկարը հայտնվել է մեր պատին։ Բայ։ Ձերը պրիկպնի այդ նկարեն ու սիրուն մեր լոքեշններում կախվի ձեր նկարը։ Մերսի շատ։ Լսենք ձեզ։
Այո, իմ հիմնական ուղղությունը այս պահին, ու բացի PR-ից, բիզնեսներից, ես նույնիսկ գիրք եմ գրել դրա մասին, թե ինչի է ապրանքների ու ծառայությունների այդ PR կոչվածը մեռած։ Գիրքս կոչվում PR-ը մեռած է, որովհետև հիմա երբ որ մենք ուզում ենք ինչ-որ ապրանք կամ ծառայություն գնենք, նայում ենք հետևում ով է կանգնած։ Միշտ դեմք ենք մանգալիս, մարդ ենք մանգալիս, շնչավոր մեկին ենք մանգալիս, որ հասկանանք արդյոք արժի գնալ այդ ապրանքը գնել, ծառայությունը գնել, թե չարժի։ Ու դա շատ սահուն կերպով տանում է մի կոնցեպտի, որը կոչվում է անձի բրենդավորում։ Դու կերտում ես անձը մարդուն, որը բավականաչափ ընդունելի սիրելի է դառնում քո աուդիտորիայի համար, ու հետո այդ մարդը սկսում է ծախել քո ապրանքը, հա։ Հիմա կոպիտ ասես, պապայի բրենդը դուք եք, ձեր բրենդով մարդիկ գալիս են ձեզ մոտ կամ չեն գալիս, բայց ամենահավաքածան ավելի շատ գալիս են։ Ու այլի, երբ որ գալիս են, նայում են պապային, փնտրում են ով այդ ամեն ինչի հետևում։ Նույնն էլ բիզնեսում է։ Եթե առաջ կարելի էր, չգիտեմ, ինչ-որ շոկոլադը վաճառել զուտ, որովհետև սիրունա փաթեթավորում է սայնա, հիմա շուկայում մրցակցությունը այնքան մեծ է, որ մենակ դա բավական չի։ Ու այդ իմ հիմնական ուղղությունն է, որ ես փաթեթավորում եմ մարդկանց, դա կլինի բիզնեսմեն, դա կլինի քաղաքական գործիչ, կլինի, չգիտեմ, տեխնոլոգիական ընկերության առաջնորդ, ով ուզում է լինի, հա, ցանկացած մարդ, ով ուզում է իր ինչ-որ ապրանք կամ ծառայություն առաջ տանի, ես փաթեթավորում եմ այդ մարդուն այնպես, որ ընդունելի լինի իր աուդիտորիայի համար, ու այդ աուդիտորիան գնի իրանից այն, ինչ որ ինքը վաճառում է։ Այսինքն դասական PR-ով այդ press release գրել, ուղարկել, հետո չգիտեմ, communication անել, դա արդեն մի քիչ կարելի ասել հնացել է եւ դրա նաեւ մյուս этаպը այդ իմ հաղորդումներն են, որ բերում եմ մարդկանց ու փորձում են բացել։ Ես չեմ տալիս այն հարցերը, որոնք իրանց 100 անգամ տվել են, ես իրանց մասին այնքան մեծ research եմ անում, որ հասկանամ լավ էս մարդուն ինչ հարց տամ, որ A իրան ոչ մեկ չի տվել եւ B իմ աուդիտորիան հետաքրքիր է։ Տարբեր մարդկանց եմ հրավիրում, Յուրայից Մովսիսյան ֆուտբոլիստ, մինչև Amazon-ի նախկին փոխտնօրեն, Jiu-Jitsu-ի կարմիր գոտի տրեյներ, մինչև հիմա ունեմ Մայքին, շաբաթօրը որ կգնամ մեր էպիզոդը, կստացի Մայքն է իսրայելյան, որը K9 այդ շների դետա ակադեմիայի հիմնադիրն ու ղեկավարն է, ու շատ հետաքրքիր բաներ է պատմում։ Մենք մոտ այցելում ենք, Կարեն էլ է մեզ ընկեր։ Okay, շատ, Մայքի հետ բավական հետաքրքիր զրույց եմ։ Մեզանից, մինչալոց շատ լավ ընկերություն է։ Ընկերություն ենք անում իրանց հետ, շատ հավես լավ տղաներ են։ Միացած պահ կա, ուրեմն մի հատ բան եմ նկատել, օրինակ ինչի եմ զգում եւ ձեր կարիք, ես անձամբ եմ զգում ձեր կարիքը, ոչ միայն որպես ընկերոջ կամ համաերկրացի, ասենց ասեմ, ուրեմն լոկալը բիզնեսում լոկալի կարիքը չունեն։ Սա իրարով տես մի տան նման աղջի գիտես, բան ասենք ոսկի ապեր ընդեղ ենք, այս հարցը լուծում է։ Բայց հենց մեր մոտ սկսում է ամերիկյան շուկան ավելի արթնանալ, զարթնել բան, մենք սկսում ենք տեղ կաղել, մենք սկսում ենք որ խեղճանալ, հենց այս պահն է, որտեղ որ արդեն հենց մի քիչ մեծանում ես, որ պիտի դրսի հետ շփվես, ձեր կարիքը զգացվում է։ Հա, բայց մի հատ ուրիշ խնդիր կա, օրինակ նայեք, այս նույն հաղորդումներս, ինչի է հատուկ արվում անգլերեն ու հենց US աուդիտորիայի համար, չէ, այդ նույն պատճառով, որովհետև կա կարիքը, բայց շատ բիզնեսներ ու շատ հաճախ երբեմն չեն հասկանում կամ միգուցե չեն ուզում հələ հասնեն դրան, որ շատ մեծ աուդիտորիա է բացվում, որը ահագին մեծ է ու իրան այդ աուդիտորիան հասնելու համար բավականին երկար ճանապարհ է պետք։ Իմ հաղորդումը, մյուս հաղորդումը, մյուս իրանք կումուլյատիվ էֆեկտ են տալու, հա, կուտակվելու են իրար վրա ու դարձնեն ինչ-որ մի արդյունքի բերեն։ Բայց շատ հաճախ բիզնեսները ասում են, չէ, մենք մեր հայերով, օքեյ, լավ է, մենք իրար հետ ես կզանգեմ Սամվելին, Սամվելը կզանգի Էմային, Էման կզանգի Մյուսին, ու տենց ինչ-որ մի բան կանենք։ Ավելի մեծ քայլ անելու, ինչ-որ մեծ օվկիանոս մտնելու համար, միգուցե մենք դեռ խաղապատրաստ չենք կամ չենք ուզում կամ չգիտեմ։ Ռիսկ չեմ կարողանում ասենք ընդհատել, բայց պիտի մի քիչ սուրենց բան եկավ մոտս, ուզում ես մի քիչ հաց ուտենք։ Հա։ Որտեվ սառեց էլի սաղ։ Համել, օգտվենք։ Հացին եկել ենք այսօր վերջնական, ուզում եմ սա պահեմ։ Այս են տակ հացն է։ Հա, այս հենց նոր ենք իրան փռից հանել։ Ես կուզենամ, որ կարծիքը հայտնես, որ ուտեստից կփորձեք։ Ես այս հավիքն եմ աչքով անում։ Okay։ Առաջի հյուրն ես լինելը, որը սոված մեր մոտից գնալու է։ Այս կոչվում է սոված գնալ։ Իսկ ինչ են ուտում մյուս հյուրերը, որ գալիս են։ Որոնք որ սոված չեն գնում, էլի։ Այս մեր պրոյեկտը ինքը ավելի հայկականացված է։ Այն ինչ որ Երևանում ուտում էինք,
այդ ուտելիքն ենք ուզում տանք ու ավելի շատ ուզում եմ գնամ դեպի գյուղերը, գյուղական ուտելիք է կամ նմանացնենք, դրա համար կամած մածուն, ռեժան, բան, ինչ-որ տենց խոտային տարբեր բաներ ենք տալիս ավելուքի ճաշ, փորձում ենք հայկական խաշտը լավ ստացվում, ու վրացական ուտեստներ էլ ունենք վիշար, խինկալին մեր թոփ ամենաթոփ այթմն է, հիմա կուխաթր, այսօրվանից սկսում ենք փորձարկումները հավի խինկալի, որը ոչ մեկ չի արել, ոչ մեկ ես չեմ տեսել, եթե ինչ-որ միտեղ կա, սորի, ես չեմ նկատել։ Ես առաջ անգամ դա լսում։ Այսօր առաջի փորձը լինելու է։ Մի հատ պատմություն պատմեմ։ Ծնողներս երկար տարիներ Նյու Յորքում էին ապրում, ու ես էլ դեպի գալիս էի, իրանց մոտ էի գալիս։ Քուրիկիս հետ եկել ենք, այստեղ մի օրով բանակցությունների ենք եկել։ Թռել ենք, պատկերացրեք գիշերը, առավոտյան բանակցությունների եմ, ես եւ երեկոյան էլ պիտի թռենք։ Ու վերջացավ հանդիպումը, որոշեցինք, որ գանք պապայի հաց ուտենք բրենդի վրա։ Ու այդ ժամանակ դա տենց Կալիֆոռնիայի շատ ծանոթ չեմ, չգիտեմ ինչ ինչոցավ։ Մի խոսքով, նույն էլ քուրիկս նստել ենք, գիտենք, որ լավ տեղ է, անկերենից մեկն է խորտ տվել։ Մեկ էլ մոտոցողը եկավ քուրիկս ասում, «Ամդուր ձվածակ ունեք»։ Հարխունի լիմոնադ ունեք։ Հա, մատնաքաշ։ Հա։ Նա ինչ կային անհնարին ամեն ինչը, մի խոսքով քուրիկս ասում, «Բերեք բոլորից»։ Ու այսպես մի հատ, չգիտեմ ինչ սեղան էր, ու մենք ցած զարմացած ոնց Կալիֆոռնիայից էս բաներ կա, հա, փաստորեն հետաքրքիր է, ու հիմա ամեն անգամ դրանից հետո երբ որ գալիս ենք, առաջինը գալիս ենք ձեր մոտ։ Եմ 620, եթե չեմ սխալվում, 22 այթմեր հիմա փոքրացրել ենք, բայց 470 այթմեր մենք հիմա գործող 470-ը, որը ակտիվ է։ Այս պայմանը։ Ամեն դեպքում օգտվենք։ Հələ փորձեք ձեր իմիջայլով ասել եմ տարօրինակ ձևով եմ իրանց հարկել, ոչ սովորական մեր, որ գոնե մի քիչ տարօրինակ հավ ենք ուտում։ Հա, համ է խավ եք ուտում, բայց հացից պիտի փորձես, որտեղ մեր Բաղրամյանի ալուրով է սարքած, շատ համեղ հաց է։ Ինչ կասես, գիրը խրթը։ Հացը իդեալական է։ Այս վերսիան ինձ շատ է դուր գալիս։ Սա լավը այնա, որ փորձել եմ երկրորդ օրը Даже թողեցի, որ տարածում թողեցի տենց մնաց, չդրեցի ոչ սառնարան, ոչ բան, թողեցի, ասի տեսնեմ ինչա դառնում ինքը, հանգիստ է։ Իհարկե մեր հացերը համով են, երբ որ դու փռից կամ ինչ-որ իր տեղից հանում ես, այդ ժամանակ է շատ համով։ Ով ինչ ուզում ասի, դրան ոչ մի բան չի հասնի։ Բայց մարդս հացը չես թափում, էլի ափսոս է։ Ես համով եմ։ Հայկական բազուկի ճավ եմ օրեր արել, վաղի միջալով հասնելու է։ Okay։ Մանդակ ունենք, սիրում ես մանդակ։ Ես այդքան չէ, բայց լեգենդներ կան ձեր մանդակի շուրջ։ Մեր մանդակը տնական ձով են սարքում, մարդուն ասում ենք, էլ եթե ենք ուզում են, տնական ձով են սարքում, շատ հարմար եղով։ Տնական ձու, ստեղ որտեղից եք ճարում։ Ասեմ, ունենք շատ լավ ընկեր, որը իտալացի է, ինքը ունի ֆերմա։ Ինքը տնական պայմաններում ապահովում ու ինչ եմ իրանից վերցնում, որտեվ ինքը ունի լաբորատորիա, այդ ամեն ինչը ստուգվում է ու քիմիկատներով չի պահում իր հավերին։ Դրա համար ենք վերցնում, ինքը շատ քիչ քանակությամբ է կարող մեծ բաժին հանի, որտեվ պայմանները։ Դրա համար հարցնում եք ով է։ Հա, ով է ուզում որ նոր, որտեվ մարդը պետք է իմանա։ Բայց այնքանով եմ հանգիստ, որտեվ իմ բալիկն էլ է տղացուտում, իմ ընկերների բալիկներն էլ ցանկացած, ես չեմ ուզենա ոչ որ մեկ այդ մի դեպք լինի, էլի։ Դրա համար փորձում ենք ինքը փորձած բան վերցնենք։ Այս եք բաստողնում որ չեք գալիս։ Արտասահմանցիները գալիս են, ջոկում են այս ինչով։ Արդեն մի քանի հատ ամերիկացի ունենք, որոնք համարյա շաբաթը մինիմում 2 օր 3 օր գալիս են, մինիմում ընտանիքով ու կամած ընկերներ, ծանոթներ։ Այդ շատ լավ աղջիկ ունենք, ինքը ամենալավ մեր հաճախորդն է ու ինքը շատ մարդկանց է խորհուրդ գալի ասում են, որ մեզ լուրջ եմ, որ էս ինչ-ն մեզ ասել։ Այսինքն հիմա սարաֆաններ ռադիոն է ձեր մոտ աշխատում։ Ամելա, օնը կոտարների մոտ է։ Նու դե Կալիֆոռնիայում չեմ կարծում, որ մեր հացում տենց պիտի զարմացնենք ես ինչ ձևի, բայց հյուրերին, հացը չէ, ամբողջ համ սպասարկումը, համ ընդհանրապես մենյուի որակը։ Ուզում եմ ինչ-որ արժեքային դաշտ ստեղծեմ, ուզում եմ որ այդ ինչ-որ համային ինչ-որ բաները կապենք այդ ամեն ինչը, այդ մեր հյուրերը իրանց շատ ավելի լավ զգան, իրանց ավելի ընտանիքում իրանց զգան։ Դժվար է, շատ դժվար է հիմա, կոնկուրենցիան էլ է շատ մեծ,
Մենք ձեր ինֆորմացիան ամեն տեղ կթողենք այս հարթակներում, որ կարենան ձեր հետ կապնվեն, Էնջան։ Երկու հատ private information կա, որոնք որ արդեն բիզնեսմենները ես խոսել եմ, ուզում եմ ձեր հետ ծանոթանան։ Զրուցեն։ Այս մոտակա օրերին երևի այդ հանդիպումները կսարքենք, որտեղ ես անկեղծ հասկացա, որ իրանք ձեր կարիքն դուք ահագին օգուտ կտաք, որտեղ ժողովուրդ անկեղծ եմ ասում, շատ ահավոր, PR-ի մասնագետ է, մերեման ու բավականին մեծ պրոյեկտներ ունի արած։ Մենք չխոսեցինք եւ գովազդի փառատոն չէ, ճիշտ եմ հիշում։ Նաեւ հա, դե գովազդի փառատոն։ Դա հիմա չէ կանում, չէ, եթե ես հիշում եմ, որ ինչ-որ ինչ-որ թվերի մեջ։ Դա այդ ամենաառաջի, գիտեք ոնց է, որ 16 թվականին առաջի անգամ այցենք, այդ ժամանակ Հայաստանում տենց ինչ-որ մեծ մասշտաբի գովազդի փառատոն արել էին, հա, ընկերներն ենք վրա արել են, բայց ինչ-որ բան է, այդ ապա երկրների մասշտաբի մեջ է մնացել։ Մենք դեռ որոշեցինք, որ չէ, 16 թիվ առաջի անգամ Հայաստան եկավ Սաաչի գովազդային ընկերության creative տնօրենը, որը ինչ գովազդ, ասենք, տեսնում ենք այդ ժամանակ Toyota-ի, Adidas-ի, ինքն էր նկարել, սարքել։ Ու ամեն հաջորդ տարի էլի ավելի զիլ մարդիկ հետաքրքրությունը սկսեց շատանալ, սկսեցին Վրաստանից, Ռուսաստանից գալ մենակ փառատոնին մասնակցելու համար, հետո դե պատերազմ, COVID արդեն են ոչ մեկ սիրտել չուներ այդ ամեն ինչին, բայց հա, իրականում բավականին մեծ բան էին կարել, ափսոս որ չշարունակեցին։